Նախ դարձյալ մոսկովյան վերջին այցի մասին վարչապետն ասում է Ռուսաստանի նախագահի հետ կուլիսային հանդիպում չի եղել, տեսախցիկներից հեռու միայն ճաշի սեղանի շուրջ են նստել, Փաշինյանը վերահաստատում է իր կարծիքով Պուտինի հետ այս շփումը դրական էր, իսկ մյուս բոլորն ազատ են իրենց գնահատականների մեջ։ Այն ինչ որ ես ասել եմ, նախկինում իմ հրապարակային հայտարարությունների արտացոլումներ այդ դահլիճում, ոչ մի նոր բան ես Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում չեմ ասել։ Ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում եւ մենք մեր սկզբունքը շարունակապար պահելու ենք, մենք երկխոսության բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու եւ շարունակելու ենք այդ ճանապարհով։ Ի պատասխան օրակարգում թևածող հարցի, ինչպես հենց Փաշինյանն էր ձևակերպել, Մոսկվայից հայտարարել են, թե չեն բանակցում ոչ Երևանի, ոչ էլ Աստանայի հետ հայկական երկաթուղիների ռուսական կառավարումը Ղազախստանին վաճառելու շուրջ, բայց հիմա մեր երկրում է Ղազախստանի արտգործնախարարը, Երևանը թեպետ ըստ Փաշինյանի շարունակելու է Ռուսաստանի հետ բարեկամական երկխոսությունը, այս հարցում Մոսկվայի խոսքից կանցնի, առանձին հայ-ղազախական շփումներում այնուամենայնիվ կա երկաթգծի հարցը։ Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել եւ ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության համենայն դեպս այս փուլում, քանի դեռ երկխոսության հնարավորությունները լայն են եւ բաց են, մենք շարունակելու ենք աշխատանքը, իսկ Ղազախստանը օգոստոսից ի վեր չի թաքցրել իր հետաքրքրությունը թրիփի վերաբերյալ։ Նախքան Երևան հասնելը Աստանայի գլխավոր դիվանագետի պատվիրակությունը Բաքվում էր, Ալիևի հետ քննարկել են թրիփի հարցերը, Սյունիքով անցնելիք այն նույն Թրամփի խաղաղության ու բարգավաճման երթուղու, որ բացառապես հայ-ամերիկյան նախագիծ է, երրորդ երկրներն ինչու են այն քննարկման առնում, լրագրողի հարցին Փաշինյանն օրինակով է արձագանքում։ Որ տրանսպորտը որևէ երկիր իր մի սահմանից ապրանքը վերցնում է, տանում է մյուս սահման։ Չէ, այսինքն Չինաստանից վերցնում է, ենթադրենք տանում հասնում է Ադրբեջան։ Իրան հարկավոր է հասկանալ Ադրբեջանը ոնց կարա շարունակվի, ինչ տարբերակներ կան։ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության շուրջ համաձայնության են եկել ըստ Փաշինյանի նախ յուրաքանչյուրն իր անվտանգությունն ապահովելու նպատակով, բայց եւ այսպիսով նույն լծակն են ստեղծել նաեւ դիմացինի համար։ Ուրեմն եթե խաղաղությունը հաստատված է, ինչու Բաքվում որոշեցին Երևան չգալ առաջիկա աշնանը եվրոպական քաղաքական համայնքի ժողովներին մասնակցելու համար։ Վարչապետն այստեղ հիշեցնում է, նախորդ տարի էլ քոփ գագաթնաժողովներ Ադրբեջանում ինքը չգնաց։ Այս էլ են դեպքնա կներեք, որն է չի որ արկելակը սեղմեցիր, վերջ։ Վերջ եկեք ժողովուրդ ջան, արձանագրենք, որ մենք արդեն մոտ 40-ամյա թշնամանքի մասին ենք խոսում։ Այսինքն այդ 40-ամյա թշնամանքը տենց բան է, որ ասենք անջատիցը անջատեցինք եւ վերջ։ Փաշինյանը նաև վստահ չէ, թեկուզ այս տարի էլ, երբ արդեն նախաստորագրված խաղաղությունը կա, ի տարբերություն քոփ գագաթնաժողովի ժամանակների, եթե Բաքվում հավաքվեին եվրոպացի քաղաքական գործիչները, ինքն Ադրբեջան արդյոք կգնար։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։